Հրանտ Մաթևոսյանի հանրահայտ եւ կարելի ասել դասական դարձած պատմվածքների կողքին կան նաեւ պատմվածքներ, որոնք այդքան էլ հայտնի չեն ընթերցասերներին, բայց որոնք բացահայտում են Հրանտ Մաթևոսյանի ոճի, ձեռագրի, գաղափարի շատ ավելի ուշագրավ կողմեր եւ դրանք շատ հետաքրքիր է երբեմն քննարկել։ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակի մեր զուգահեռ ընթերցումների շրջանակում հերթական պատմվածքն ենք ընթերցելու եւ զուգահեռ քննարկելու գրականագետ Հայկ Համբարձումյանի հետ։ Ողջույն Հայկ։ Բարև Ալքնանիկ։ Ընտրել ենք շները, հա, առաջին հայացքից շատ մաթևոսյանական վերնագիր, շունը որպես մաթևոսյանական արձակի կայուն բնակիչ, բայց այստեղ գործ ունենք որոշակի այլ այսպես փոխակերպումների հետ առաջին հայացքից ոչ այնքան մաթևոսյանական կամ ունենք շերտեր պատմվածքում, որոնք մաթևոսյանականություն են մատնում։ Նախ կուզեի զգացողությունների մասին կիսվել, կարող ես մարդուն, որը նոր պետք է կարդա Մաթևոսյան, տալ այս պատմվածքը եւ ասել կարդա եւ կճանաչես Մաթևոսյանին օրինակ։ Նախ ասեմ, որ իմ ամենասիրելի պատմվածքներից է եւ առաջին հերթին հենց այդ պատճառով, որ այստեղ մենք տեսնում ենք ոճակ այդքան ակնհայտ Մաթևոսյան։ Այսինքն քո ասացի պես իսկապես այս պատմվածքը բացահայտում է մաթևոսյանական արձակի բոլորովին այլ շերտեր ու ձևեր, որոնք նրա ստեղծագործության մեծ մասում մենք չենք կարող տեսնել։ Պարզություն, գրեթե հեքիաթայնություն, պատմվածքի կառուցման շատ ուշագրավ ուրեմն մի կերպ եւ նաեւ կարծես ինչ որ առումով պարոդիկ ինչ որ բաներ կա, շատ հետաքրքիր երագներ։ Ինձ այս պատմվածքը իհարկե մենք էլի առիթ եղել այստեղ խոսել ենք, հիշեցնում է Թումանյանի Գիքորը եւ քեզ էլ կարող է հիշեցնել, որովհետեւ մենք այստեղ տեսնում ենք ուրեմն հայ գրականության գիքորներից մեկին, բայց որը ավելի շատ նման է Ալեքսանդր Շիրվանզադեի գործակատարի հիշատականից շատ հետաքրքիր երկու բառ իհարկե շատ նման չէ բնականաբար, բայց այստեղ ինչ որ մի գծեր կան, ընթացքում մենք կանդրադառնանք, այսինքն հղումա շատ պատմվածք է, որը շատ յուրահատուկ ոճով, այսպես հեքիաթային, առակային նույնիսկ ոճով ներկայացնում է էլի կրկին գյուղական կյանքը, բայց առանց այն հիմնական կարծես թե հարցադրումների, որ մաթևոսյանական արձակին բնորոշ են կամ համենայն դեպս այդպես են ընկալում։ Այսինքն այստեղ գյուղի դատարկման, բնապահպանական խնդիրներ կարծես թե չկա։ Տիրոջ խնդիրը չկա, չէ, գիրքը այստեղ կա, խորքում ինչ որ միտեղ թաքնված է, բայց իհարկե ավելի շատ այստեղ կեցության, փիլիսոփայական ընկալման արտահայտություն է, բայց շատ պարզ ձևով այդ ամեն ինչը ներկայացված եւ հեքիաթի ոճով։ Ես մի քիչ ուրիշ տեղեր գնացի ընթերցման ժամանակ, թե պետք է ընդհանուր այդ ձևակերպումների մեջ շատ հարազատ բաներ կան, ուզում եմ դրանցից մեկից ինչպես ասում են կարճել, այդ հղումաշատությունն է, հա, այս պատմվածքի, բայց այն որ ասում եմ գլխանց ասեմ, որ այն մտքի հետ համաձայն չեմ, որ սա պարզ պատմվածք է, որովհետև Պարզ լեզվով, բայց այստեղ գործ ունենք այն ամենաբարդ հնարանքներից մեկի հետ, որը Հրանտ Մաթևոսյանի լավագույն պատմվածքներից, ասենք, սկիզբում, կայարանում, օգոստոսում օրինակ կիրառված է, ահա այդ բազմաձայնությունը եւ երբեք չորսվածող ելակետը, հա, այս պատմվածքն ունի եւ այդ առումով ես ինձ համար ուղենշային եմ համարում մեր հաղորդման շրջանակում էլի քննարկված մի երևույթ հայ գրականությանը հանրայինի գործերի սկիզբները, առաջին նախադասությունները կարծես մի հին պատմվածք էին խաղում։ Հիմա շարունակությունը կարծես թե այստեղ Հրանտ Մաթևոսյանի արձակին ու բնույթին իր ստեղծագործության ոճին բնորոշ մի բան կա, այսպես առաջին հայացքից քեզ բերել գցել քո իմացած տարածությունների վրա, քո իմացած տարածության մեջ, հա, Գիքորի օրինակ, բայց եւ անմիջապես դրանով ծածկել են ինչը կա խորքում։ Տես, առաջին հայացքից մենք իսկապես գործ ունենք այդ Գիքորի ֆենոմենի հետ, Գիքորի պես մի պատմության հետ, որտեղ հայրս փափախով, այո, Խուրջիննուսին ես ու Շունը հետևից մտանք մանկավարժական ուսումնարան։ Հիմա սա տիպիկ, ահա, Գիքորյան ֆենոմեն է, Գիքորյան սկիզբ է եւ կարծես թե այդ հուշումն էլ որ կարծես մի հին պատմվածք էին խաղում, ամբողջովին Գիքորային սկիզբ է, բայց հիմա երբ որ արդեն խորանում ենք Հրանտին լավ իմանալով, միշտ պետք է
Զգուշանանք, ինչու եւ եթե Հրանտը շատ ակնհայտ մատնացույց է անում Թումանյանին Գիգորին, նշանակում է իրականում այս պատմվածքի ոճական, հղումային, ինտերտեքստուալ խորքերը մեկ այլ տեղ են։ Եվ այս պատմվածքը այդ տեսանկյունից բացահայտում է մեկ այլ հեղինակ, մեկ այլ տարածություն, որը գուցե շատերը այդքան ուշադիր չլինեն այդ երևույթի վրա, ես օրինակ գնացի դեպի Ուիլյամ Սարոյանի պատմվածքները եւ ավելի շատ անունը Սարամ է շարքի պատմվածքները եւ ավելի դիալոգիկ իմաստով նաև հայն հանրայդ պատմվածքը, երբ որ Քերին խորհուրդ է տալիս Ամերիկա մեկնող ճանապարհորդին, որովհետև ուշադիր լինելու դեպքում դիալոգիկ շերտերի մեջ, իհարկե դրանք նաև բնորոշ են Մաթեոսյանին եւ այլն, ես տեսա այդ ամեն ինչի հղումները եւ Իմիջիայից որի թարգմանությանը մասնակցել է Հրանտ Մաթեոսյանը, հրաշալի պատմված խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին եթե չեմ սխալվում, Ամերիկայի մեջ մի քաղաքից մյուս քաղաք է գնում գնացքով։ Թարգմանել են ինքն ու Շողեր Մաթեոսյանը։ Սա էլ որպեսի այդ հետքի վրա գանք, ընդ որում դա տեղի ունեցել շատ ավելի ուշ, քան գրվել է Շները պատմվածքը, եւ ըստ ամենայնի ահա այդ հիշողությունն է, որ Մաթեոսյանին ըստ ամենայնի մղել է մասնակից դառնալ այդ գործի թարգմանությանը եւ պատահական չէ պատմվածքին եւ շատ այլ պատմվածքներին, որովհետեւ այստեղ հերոսները թվացial միամիտ են։ Մաթեոսյանը թվացial միամիտ հերոսներ շատ քիչ կան, որովհետեւ միամտությունը ինչ որ հանդարտության, հանգիստ կյանքի, երազանքների, բանի հետ է գուցե կապված, իսկ Մաթեոսյանի հերոսները շատ տառապած են գրեթե միշտ եւ նաեւ փորձառու են դառնալ, այո, եւ հասունացած են շուտ։ Այդ առումով պետք է առանցքին եւ այստեղ էլ հերոսը թվացial միամիտ է, ավելի շատ գուցե լոռեցիական ինչ որ մի բան կա թվացial միամտության։ Ես այդ թվացial միամտությունը իհարկե իրարտին, բայց հիշենք, որ օրինակ սկզբում Արայիկը ընդամենը 8 տարեկան էր եւ իշխում ժամանակին քննադատությունն ասում էր ոնց կարող է 8 տարեկան տղան նման բաներ մտածել եւ այլն։ Այդ բոլորի դեպքում կարելի է ցա գիտողություններ անել, Մաթեոսյանի դեպքում ոչ։ Վերադառնամ Սարոյանական հղումներին եւ քո աթաթի մեջ մի շատ կարեւոր կետ էլ կար, պարոդիա կար։ Հա, պարոդիա, այնուամենայնիվ բան է խաղում։ Խաղալուծած ես սա նաեւ ընկալում եմ որպես տեքստի պարոդիա։ Այնուամենայնիվ, որովհետև եթե հիմա փորձենք բնորոշել Սարոյանի արձակն ինչպիսին է հատկապես այդ կարճ պատմվածքները, կստանանք ճիշտ այն բնութագրումները, որոնք դու սկզբում տվեցիր Շներին, հա, եւ կտեսնենք, որ ըստ ամենայնի այս պատմվածքով Մաթեոսյանը յուրօրինակ պարոդիայի է ենթարկում Սարոյանական արձակի տվյալ ոճը։ Այդ շերտը եւ այստեղ նաեւ պարոդիկ ավելի նուրբ հնարքներ կան, մեկը օրինակ Շան ոչ Մաթեոսյանական անունը, Բոբ։ Հա, պես եւ ընդհանրապես անունները Բոբը եւ Բաբը եւ Հովիվյանը։ Պես Բաբը, Հովիվյանը, հիմա պես Հովիվյանը դե իհարկե իր ազգանունը Հովիվյան Բաբիկ, հա, որը էլի այս տեսակ հղում է, եթե էլի գնանք վերադառնանք դեպի Սարոյանի արձակի այդ անունը Սարամեի էությունը, որտեղ սրանք Սարոյանն ինքն էլ այդ պատմվածաշարում խոստովանում է, որ այդ ազգանունը, ահա իրենք բերել էին հին երկրից, էլի։ Հա, իշենք իր գրքերից մեկի վերնագիրը հին երկրից բերված խրատական առակներ եւ այլն։ Բացի այդ բաբը կամ բոբը արդեն խորհրդանշում է իրենց նոր կեցությունը արդեն ամերիկյան միջավայրում, որտեղ եթե Հրանտ Մաթեոսյանի այս պատմվածքը համաբանենք, մանկավարժական ուսումնարանի միջավայրը այն նույն միջավայրն է, որը մենք կարող ենք այդ նույն Սարոյանի անունը Սարամեի շարքում հանդիպել բոլոր այն միջավայրերում, որտեղ գործ ունենք ամերիկյան դպրոցների հետ։ Հա, ըստ ամենայնի, այստեղ էլ գործ ունենք պարոդիայի հետ, որտեղ մանկավարժական ուսումնարանի կտորը այդ նույն ամերիկյան դպրոցների պարոդիան է։ Գամ մեկ այլ շատ կարևոր բան, հիշում ես Վարիչը, երբ որ կանչում է կարծեմ այդ գործերի պատասխանատուին, որին պետք է բանեն, նրա ազգանունը չէ, մինչև Հախոմյանի գալը այդ մարդու ազգանունը Չոբանյան է, հա, այստեղ էլ էլի Հովիվյան, Չոբանյան, հա, եւ սրանց զուգահեռումն էլ արդեն այդ քո նշած պարոդիկ խնդիրները բերում է, եւ էլի մյուս ամենակարևոր կտորը, որ էլի պարոդիայի շերտում կա, ահա այս դեպքում ձեռք է բերում բոլորովին այլ երանգ, առաջինը Սարոյանի պատմվածքներում անդադ հիշվող Բիթլիսն է, որը հիշողության եւ ներկայի կամրջող յուրօրինակ ֆենոմեն ունի, այստեղ մի շատ նուրբ դիալոգ կա Հախոմյանի հետ,
հա, որ վերջերս շատ տարածվեց։ Վերջերս շատ տարածվեց, ընդ որում մի քիչ բառափոխումներով, որտեղ ովքեր չգիտեն, մենք հիմա ճիշտ տեքստը կասենք, երբ որ տղան հարցնում է Հախոմյանին Վանը Թուրքիայում է, Հախոմյանը պատասխանում է, չէ, Թուրքիան է Վանում։ Հիմա այս արտահայտությունը շատ տարածված է, որ թուրքերն են Վանում, սա որտեղ թաղված է հերոսներից մեկի մայրը, եւ նաեւ իհարկե այս պարոդիկ բանի մեջ նաեւ սպանվելու հղումը կա, այսինքն ակնարկա ցեղասպանությանը։ Այո, շատ կարեւոր, ընդ որում տես Մաթեոսյանը այստեղ էլ հիմա այդ Սարոյանական արցակի տեղայնացում, ասեմ, պարոդիա, ասեմ, դրա ընդհանուր համապատկերի մեջ նաև տալիս է այդ թեմային անդրադառնալու այն նուրբ կերպերը, որով նրա գրականությունը միշտ հատկանշվել է, եւ ընդ որում դրա մասին, թե Մաթեոսյանի արցակը շատ ուշադիր կարդանք, հիմնականում դրանք դիալոգիկ, երևույթների մեջ են արտահայտվում, ինչու էս լասնինում օրինակ հանրահայտ այդ ֆրազները եւ այս պատմվածքում շատ արտակարգ արտացոլվել է։ Եվ այդ առումով, երբ որ խնդիրը դիտարկում ենք այդ կառուցվածքային նշանային համակարգերի մեջ, ապա բացահայտում ենք, որ շները շատ ավելի մաթեոսյանական պատմվածք է, քան առաջին հայացքից կարող է թվալ, որտեղ այն արդեն ավելի ուշ շրջանի Մաթեոսյանի տեքստին բնորոշ են խուճուճ, նախադասությունները շքեղ, հայերենով կառուցած, որոնք ի վերջո բերում են գաղափարական ինչ-որ ելակետերի, այստեղ պարզապես տրված են այլ ոճով։ Ահա այդ նույն խուճուճությունը, կոպիտ ասած, այստեղ արտահայտում է այդ գաղափարների եւ ասելիքի ներդրման կերպի մեջ, հակառակ պարագայում, օրինակ հարաբերումը, օրինակ տղայի եւ Հախոմյանի կարող էր շատ այսպես չներդաշնակվող պատմվածքի կոմպոզիցիային չկպնող բան թվալ։ Եթե բովանդակությանը անդրադառնանք, իհարկե, ասացիր, իհարկե, գուցե պարոդիա, Սարոյանի պատմվածքներին, որպես ֆորմա, բայց արդյոք այս բովանդակության հետ չի կապված ներկայացման կերպը։ Ի վերջո, իմ տպավորության պատմվածքը կեցության, ձանձրալիության մասին է, կանխորոշվածության մասին, եթե կուզես, մարդը գալիս է, ընդունվում է, մեծ դժվարություն հաղթահարում է, հետո կյանքը ձանձրալի է, ինչպես Հախոմյանի կյանքը։ Եթե հիշում ես, Հախոմյանը միայնակ ապրում է, կարտոֆիլ հիշում է, որ մաքրում է եւ այդ մենակությունը, հետո ամեն ինչ շարունակվում է, Հախոմյանին փոխարինելու է գալիս մարդ, ով միջև այդ հարաշիվ չգիտեր, բայց չգիտես ինչու, ուրեմն սովորում է, ավելի ճիշտ գիտես ինչու մոր համար, որպեսզի մայրը լաց չլինի, եւ այդպես կյանքը դառնում է այդտեղ ուսուցիչ։ Այսինքն կյանքը սա է, եւ այս հանդարտությունը այս պատումի պարզության մեջ կարելի է ներկայացնել։ Թեև այստեղ շատ ուրիշ բաներ կան, որոնք Մաթեոսյանի ուրիշ գործերի հետ են կապում, օրինակ, եթե հիշենք այստեղ քննարկված նժույգս պատմվածքը ամբողջ ընթացքում գնում է սկսած ուրեմն այդ այծերի պոզերը ուղղելու գյուղական եղանակից պոզ է թող աճեն ինչպես ուզում են, չէ, բայց գյուղացիները ուղղում են այդ պոզերը տաքացած լավաշով, շարունակելով իհարկե նաև նրանով, որ երեխան կտրվում է իր սիրած վայրերից, ապրելակերպից, լեռներից, գայլեր բռնելուց եւ այլն, գայլեր խեղդելուց, նույնիսկ շների հետ այդ գեղեցիկ լեռնային կյանքից եւ ինքը ուրեմն սեղմվում է այդ կոշիկի մեջ, որի մեջ ամենավերջում բոբը պետք է տեղավորվի եւ դառնում է քաղաքացի, դառնում է ուսուցիչ, իսկ այնտեղ արդեն իր կյանքը ապրած Հախոմյանը ասում է, բայց լավ կլներ գնայր այդ սարերը, տելի քեզ պետք էր այս ամեն ինչը, չէ՞։ Այդուհանդերձ այս մարդու փոփոխությունը կյանքին հարմարվելը, սկզբից կարծես թե չես հարմարվում, բայց այդուհանդերձ տարբեր պատճառներով քո պոզերն են ուղղում։ Եվ նրանց վրա այլևս լուսինը չի իջնում, գեղեցիկ տեսքով, շատ քնարական, գեղեցիկ ռոմանտիկ կա, որ կրկին կարծես թե Մաթեոսյանին այդքան է բնորոշ չէ։ Չէ, ես էլի կարծում եմ, որ բնորոշ է, որովհետև սա մի կերպար է, որը ավելի պարզ է ցույց տալիս այն մեծ դրաման, որը ապրում է օրինակ Կայարյան պատմվածքի Հրանտ Քարյանը, հա։ Պարզապես սա իր չստացված կեցությունից գոհ մարդու պատմություն է այնուամենայնիվ, իսկ Հրանտ Քարյանի մեջ այդ չգոհությունը կա, պայքարը կա, այս պայքար չկա, հանձնվում է հերոսը շուտ։ Տես հանձնվելը էլի հարաբերական է ասված, որովհետև տես եթե նայում ենք Հրանտ Մաթեոսյանի հերոսներին բնորոշ մտածողությամբ ընդհանրապես, որտեղ մի շատ կարևոր պատկանիշ կա, էլի, եթե փափախը փոխարինում է շլյապայով, գյուղը փոխարինում ես քաղաքով, աղբյուրի ջուրը լիմոնադով, հա, կամ չգիտեմ, այդ ձեր գյուղի լուսիկին փոխարինում ես
Վիկտորիայով կամ ինչով, սա արդեն առաջընթաց է։ Սա քաղաքակրթական տարբերություններ է ստեղծում Հրանտ Մաթևոսյանի արձակում գոնե հերոսների ըմբռնման մեջ եւ այստեղ պարզապես խնդիրը հետեւյալն է։ Ըստ ամենայն այդ քաղաքակրթական փոփոխությունը տեղի է ունենում։ Խոսքը դրա մասին է, որովհետեւ մայրը լաց է լինում, որովհետեւ դու լավ չէիր սովորում, որպեսզի մայրդ լաց չլինի, պետք է լավ սովորես ու դառնաս մի բան, որը գյուղից դուրս է, փափախից ուրիշ է, չգիտեմ, լուսիկից ուրիշ է եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ նոր ծնվում է, իսկապես ծնվում է անհատի այդ ողբերգությունը, անհատի դրաման, որովհետեւ տեսնում ես, որ այդ փոփոխությունները, որոնք մտածողական աշխարհում քաղաքակրթական փոփոխություններն իրականում ավելի հետընթաց են, որովհետեւ տես, կա ինչքան էլ մենք խոսենք քննարականությունից եւ այլն, Պես գյուղ քաղաք այդ քաղաքակրթական տարբերությունների նկարագրության ֆոնին այնուամենայնիվ այդ շների հետ այդ քո պատմած դեպքերը գել խեղդելի եւ այդ աստղերը, բաները եւ այլն շատ ավելի այլ աշխարհային են, շատ ավելի բարձր են ի վերջո դառնում, քան այն ինչին եւ այդ պատճառով Հախոմյանը կյանքի վերջում հորդորում էր, որպեսզի թողնի այդ ամեն ինչը։ Եւ այստեղ ես ուզում եմ վերադառնալ այդ պատմվածքի ուսուցիչներն էլ են պետք էր Հախոմյանին փոխարինել սիրելի արտմենը։ Բայց այստեղ մենք դա չենք քննարկում։ Ես կուզեի վերադառնալ այդ պատմվածքի այդ շատ շրջանառվող ֆրազին, Վանը Թուրքիայում է, Թուրքիան է Վանում, հա, սա ըստ ամենայնի այս դիալոգի այս հարցու պատասխանի էությունն է, այս պատմվածքի էությունը եւ դա չդիտարկենք միայն, հա, Եղեռնի թեման արտարտելու։ Եվ արդյոք սա օտար մարմին չէ այս պատմվածքում, այս դիալոգը։ Չէ, որտեվ շատ ներդաշնակ է, որտեվ դու ըստ էության երբ որ գալիս ես դառնում ես քաղաքում արդեն ուսուցիչ, հիմա դու ես քաղաքում, թե քաղաքն է քաղաքում դու ես։ Սա այս խնդիրն է, պարզապես քանի որ մենք այն դիալոգի մեջ գործ ունենք մեզ համար ցավագին, հա, բաների հետ եւ պատմական հիշողությամբ եւ ցավագին ցեղասպանության հիշողությամբ ամրագրված բանի հետ, դրա համար թվում է թե դա մի փոքր այլ տարածություն է, բայց դա մի դիալոգ է, որը մղում է շատ ավելի իսկապես խորությամբ նայել են ողբերգությանը, որ ապրում է այս հերոսը։ Իր ողբերգությունը նույնքան ցավագին է, ինչքան այն ճշմարտությունը, որ Վանը Թուրքիայում է։ Սա այդ կորցրած էության, հա, անվերադարձ կորցնելու ինչ-որ մի հղում, այսպես նշան է Մաթևոսյանի մոտ, որը այս պատմվածքում շատ նրբորեն արտացոլված է, որովհետև այս տեսակ պրոբլեմների մասին, Գիգորի պրոբլեմի մասին, Քո իշատակա Չիրվանզադեի այդ գործակատարի իշատակարանի այդ խնդրի մասին շատ է խոսվել մեր արձակում, բայց այդ հերոսները ընդհանրապես վայելել են, հա, ճակերտների մեջ, ընթերցողների կարեկցանքը, ընթերցողների խղճահարությունը, նստել մարդիկ լաց են եղել Գիգորի համար, այն մյուսի համար, բայց պատկերացնել քաղաքակրթական այն ողբերգությունը, որի վերջո ապրում է Գիգորը, դա այս տեսակ դիալոգներ պետք է բերես, որպեսզի պատկերացնես դրամատիզմով գործը շատ ավելի ազդեցիկ է, որովհետև այստեղ այդ ամեն ինչը ներկայացնում է շատ հանդարտ ձևով, լեզվով, գրեթե հեքիաթային ձևով եւ թե ինչպես է կյանքը փոխում մարդուն, ինչպես է կտրում այդ նույն երազներից, իր այն միջավայրերից, որտեղ դու կարող ես իսկապես երջանիկ լինել եւ քեզ տանում է դնում է ինչ-որ միտեղ եւ ասում է եղիր այստեղ, բայց դու պետք է արդեն սեղմես, բայց ի վերջո այս հերոսի ճակատագիրը նման է լինելու Հախոմյանի ճակատագրին, այսինքն ինքը կյանքի վերջում էլի անդրադառնալու է, որ պետք է մնար իր սարերում, թե այդուհանդերձ այս հերոսը ուրիշ է մի քիչ, չէ՞։ Այս հերոսը տարբերում է, երբ որ ծաղրում են իրենց, այս հերոսը խելացի է, հաշվենկատ է ի վերջո, կարողանել գիտի, այո, պատասխանել գիտի եւ ի տարբերություն իր հոր, ուրեմն այդ ամեն ինչ տարբերությունները տեսնում է, այսինքն ինքը ինքնակամ է հանձնվում, որքան էլ որ գիտի նա գեղեցիկ է։ Տես ինքնակամ հանձնվելու իսկապես շատ դիպուկ նկատեցիր, սա ինքնակամ հանձնվելու, հարմարվելու եւ այդ ամեն ինչի անհեթեթություն, միևնույն ժամանակ այդ ամեն ինչի անհեթեթությունը գիտակցող մարդու ողբերգություն է։ Հա, ինքը ուրիշ ելք չունի, հա, եւ պատմվածքի ընթացքն էլ այդ որոշակի սիմվոլների մեջ, հատկապես այդ շների դրվագը, հա, շատության,
հա մի քանի հոգի հետո իրենց այդ ընտանիքի անդամները գունավորելու, հա, որտեղ շները ինչ որ գույնի խորհրդանիշ ունեն, իրենց ընտանիքի անդամները ուրիշ գույն եւ հետո ի վերջո իրենց այդ շան ներկայությունը մենք քիչ վերլուծեցինք օրինակ նույն Բոբին շանը, որը տես երբ որ հենց պատմվածքի սկզբից պետք չէ կառաջվում վարիչի շունը ահա մենք գործ ունենք քաղաքակիրթ այսպես կոչված շան հետ որին հարաբերվում է գյուղից եկած Բոբը ընդ որում քաղաքացու շունը անուն չունի բայց Բոբի անունը ավելի քաղաքակիրթ է էլի հա քան բայց այստեղ մենք գծում է բայց Բոբին չեն թողում պատասխանել բայց ի վերջո հետո Բոբը հետո գալիս գզում է այո շատ բայց տես սա թվում է այն ամենասկզբի պատմվածքի ամենասկզբի տրամաբանությամբ սա թվում է թե ապահովելու է այդ հաղթական ավարտը ի վերջո Բոբը իրեն կծում է չէ այդ շանը կծում է բայց մենք ցավոք չենք տեսնում այս հերոսի կծելը այո հետագայում եւ սա է ողբերգությունը եւ սա է ողբերգությունը եւ այդ Բոբի տեղավորվելը կոշիկի մեջ այս տղայի ունեցած այդ մեծ հավակնությունների ահա քաղաքակիրթ սահմանափակումն է որոշակի կոնկրետ լոկալ տարածության մեջ հարմար տարածք այո հարմար տարածքներում որը թույլ չի տալիս արդեն գաղափարական եւ այլ շատ հարցեր լուծել եւ այստեղ եթե էլի գանք Մաթեոսյանի ոճին Մաթեոսյանի գաղափարներ մատուցելու դասավորվում եւ ապրում ասում հա հենց այդպես նանա իշխանության կամուրջը վիպակում ծնվում ենք դասավորվում եւ ապրում գալիս ենք այդ Մաթեոսյանի գլխավոր փիլիսոփայություններից մեկին ինքը դասիրում են գաղափարները շատ նուրբ մատուցել եւ այդ կոշիկի մեջ տեղավորվող Բոբը հա տղայի այդ պատկերացումներում եւ իր սիմվոլիկով ըստ էության գնահատական է չասեմ ամբողջ ժողովրդի կամ չգիտեմ այլ հասարակության նրա խոսքի եւ գործի նրա երազանքների բայց իր իրականությանը հարմարվելու այդ կերպերի մեջ որը շատ նրբորեն էլի Հրանտ Մաթեոսյանը ինչպես շատ ճշմարտություններ ասում է թողնենք որ մեր հերոստատողը կարծում եմ արդեն ողջևորված գնա եւ բացի Հրանտ Մաթեոսյանի կայքը որտեղ այնտեղ այս պատմվածքը կա համացանցում փնտրի Google-ում նույնիսկ եւ գտնի եւ անպայման ընթերցի այս հրաշալի պատմվածքը եւ համոզվի արդյոք այստեղ կոնկրետ որոշակի ժամանակաշրջանի մարդկանց, գյուղացի, քաղաքացի այս հարաբերության արտահայտությունն է թե ինչպես դու ասացիր, գուցե համազգային նշանակություն ունեցող ինչ որ գաղափարներ կան այստեղ